Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, մի քանի տարի առաջ Սերժ Սարգսյանը կառավարության նիստում խոսեց ատկատների մեխանիզմի մասին, այդ թվում նշելով տրանսպորտի նախարարությունը, որից հետո տրանսպորտի եւ կապի գործող նախարարը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ատկատներ չկան եւ չեն եղել, այստեղ որոշակի հակասություն է առաջանում, ի վերջո այդ ատկատների մեխանիզմը ճանապարհաշինության ոլորտում գործում է, թե չի գործում, եւ եթե Սերժ Սարգսյանը հայտարարություն է արել այդ մասին, նշանակում է առնվազն ձեզ համար պիտի ակնհայտ լինի, որ գործել է։ Ես կուզենայի իմանալ նաև հիմնվելով նախարարի հետագա հայտարարությունների վրա, որ չկան ատկատներ, ինչ է փոխվել, ինչ մեխանիզմով եք կարողացել հաղթահարել ատկատների մեխանիզմները եւ արդյոք նախկին ատկատների հեղինակներից ինչ որ մարդիկ պատասխանատվության ենթարկվել են։ Երկրորդը ես այս վարկային ծրագրի քաղաքական կոնտեքստի մասին կուզենայի խոսել, որ տեսեք մենք նախընտրական շրջան ենք թևակողում եւ իշխանական մեծամասնության ներկայացուցիչների, հատկապես պատգամավորի թեկնածուների համար շատ ընդունված եւ մոտայիկ պրակտիկա է ասֆալտ անելով ընտրողների ջայները շահել եւ համայնքներին ծառայություններ մատուցել, շատ դեպքերում մարդիկ չեն էլ իմանում, որ այդ ծառայությունները մատուցվում են վարկային ծրագրերի միջոցով, այսինքն ըստ էության մարդկանց քաղաքացիների փողով քաղաքացիներին լավություն են անում, իբր ասֆալտ են անում եւ դա ներկայացնում են որպես մեծ հաջողություն։ Ինչ երաշխիքներ կան, որ այս նպատակներով չեն օգտագործվի։ Երեք օրինակ մենք քննարկում էինք քաղաքային կայուն զարգացման վերաբերյալ վարկային ծրագիրը եւ այդ ծրագրի քննարկումներից հետո ես մի քանի նամակներ ստացա, որոնց հեղինակները պնդում էին, որ վարկային այդ առաջին տրանշի մրցույթը շահել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հետ կապ ունեցող ինչ որ մի ընկերություն, ինչպիսին են երաշխիքները, որ ընդհանրապես այս գումարները, որոնք Հայաստանի պետական պարտքն են ծանրացնում եւ դրանից բխող շահույթները նորից չեն շրջանառվում իշխանական շրջանակների մեջ եւ նորից չեն օգտագործվում քաղաքական նպատակներով։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, պարոն Փաշինյան։ Ըստ էության դուք խոսում եք ուրեմն տարածված շատ են խոսակցությունները ոչ միայն Հայաստանում եւ ոչ միայն ճանապարհաշինության ոլորտում եւ հարց եք տալիս թե ինչ երաշխիքներ կան, որ այս ծրագրի շրջանակներում ուրեմն ձեր կողմից նշված այդ խնդիրները տեղի չունենան։ Երաշխիքները մեկն են։ Մենք կիրառում ենք, ինչպես նշեցի, մենք աշխատում ենք թափանցիկ, որոշումների կայացման փուլից սկսած, ընտրության ճանապարհների ընտրությունը, ճանապարհների շինարարության պայմանագրերի շնորհումը, հետագա հսկողությունը, բոլոր փուլերը մենք դարձրել ենք հանրամատչելի այն միջոցով, որ մասնավորապես մանրամասն են։ Ուրեմն, ինչպես նշեցի, ճանապարհային խորհուրդ է ստեղծվել եւ այն որոշումները, որոնք որ կայացվում են, միանձնյա չեն կայացվում եւ հաշվի են առնվում բոլորի կարծիքները, հաշվի են առնվում մաթեմատիկական այն ցուցանիշները, որոնք որ հնարավոր չի օրինակի համար որևէ կերպ փոխարինել։ Այսինքն այն ճանապարհը, որը A համայնքում պետքա վերանորոգվի, դուք կարող եք օրինակի համար որպես падգամավոր պահանջել եւ ստանալ այն տեղեկատվությունը, որի հիման վրա կայացվել է նման որոշումը եւ համոզվել մաթեմատիկայի հիման վրա, որ այդ որոշումը հիմնավոր է։ Դա առաջինը, ինչ վերաբերում է որոշումների կայացմանը։ Ինչ վերաբերում է ընտրությանը, ընդհանրապես ճանապարհաշինության ոլորտը, քանի որ պահանջում է ինչ որ այլ կարողություններ մի փոքր, այնտեղ մրցակցությունը ըստ էության մի փոքր ավելի նվազ է, քան թե այլ ոլորտների։ Բայց եթե դուք տեսնեք, դա եւս հրապարակային ինֆորմացիա է, տրանսպորտի եւ կապի նախարարության անկախ վարկային է ծրագիրը, թե բյուջետային, բոլոր մեր մրցույթներին մենք ունենում ենք բազմաթիվ մասնակիցներ, ինչը եւս երաշխիք է նրա,
որ այդ ձեր ասած արատավոր երևույթների ռիսկերը առավելագույնս նվազեցված են։ Մենք խոսեցինք մի փոքր առաջ եւ ես իմ ելույթում եւս ներկայացրեցի, որ ծրագրի ընթացքում տեղի են ունենում, այսինքն մենք ունենում ենք տնտեսումներ։ Ինչի մասին է դա վկայում։ Դա վկայում է նրա մասին, որ կա մրցակցություն եւ դա է երաշխիքը ըստ էության, որպեսզի ձեր բարձրացված խնդիրները եւ դրա հետ կապված ռիսկերը հնարավորինս առավելագույնս նվազ լինեն։ Հիմա ինչ վերաբերում է մնացածին, խոսեցինք նաեւ որակի վերաբերյալ։ Մեր իրականացրած ծրագրերի շրջանակներում բոլոր շահառուները, բոլոր շահագրգիռները, սկսած համայնքի բնակիչներից, որը ամենակարևոր գնահատականն է մեզ համար, վերջացրած միջազգային ուրեմն տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունից, հեղինակային հսկողից նախագծողի կողմից հեղինակային հսկողություն իրականացնողից, տրանսպորտի նախարարության մասնագետներից, որակի առումով մենք որևէ թերացումներ, խնդիրներ չենք արձանագրել։ Սա եւս մեկ երաշխիք, որը վկայում է առ այն, որ ծրագիրը իրականացվում է առավելագույնս նվազեցված ռիսկերով։ Ուրեմն ինչ վերաբերում է նախընտրականին, ապա մենք նախարարությունում աշխատում ենք առավելագույնս ֆիքսվենք մեր պրոֆեսիոնալ խնդիրների կատարմանը եւ քանի որ ես փոքր քիչ առաջ նշեցի, որ որոշումների կայացումը հիմնված է գործում է թափանցիկ մեխանիզմ եւ հիմնված է նաեւ խիստ որոշակի ցուցանիշների վրա։ Ձեր բարձրացրած խնդիրը, որ նախընտրական շրջանում ինչ որ այլ որոշումներ կկայացվեն եւ այսինքն մի փոքր չհասկացա, թե բոլորիս հայտնի է, որ մեր բազմաթիվ համայնքներում մենք խնդիր ունենք ճանապարհների վերանորոգման, թե մի համայնքում ինչ որ նախընտրական խոստում կլինի եւ դա իր արդյունքը կգրանցի, եթե ճանապարհ վերանորոգենք, մի փոքր չհասկացա ուղղվածությունը։ Ես նորից կնշեմ, որ որոշումները կայացվում են թափանցիկ, դրանք հիմնված են նորից եմ ասում թվերի վրա եւ դուք կարող եք դրանում համոզվել, քանի որ դրանք հրապարակային փաստաթղթեր են։ Կարող եք, այսինքն առանց ձեր պահանջի ես կներկայացնեմ, թե ինչ ծրագրեր մենք ունենք եւ ինչ ցուցանիշների վրա հիմնված մենք կայացնում ենք նման որոշումներ։ Շնորհակալություն։ Արձագանքի համար Նիկոլ Փաշինյան։ Պարոն Առաքելյան, խոսքը սրա մասին էր, որ վարկը վերցնում է պետությունը, այսինքն ժողովուրդը ըստ էության, այդ վարկերի իրականացման ծրագրերը շահում են հանրապետական կուսակցության հետ առնչություն ունեցող մարդիկ, ընկերություններ, եթե դե յուրե այդ ընկերությունների սեփականատերերը հանրապետական չեն, դե ֆակտո տնօրինում են իշխանության շատ կոնկրետ ներկայացուցիչներ այդ ծրագրերը, ձեր ասած խնայողությունները եւ շահույթները հետագայում ընտրությունների ժամանակ ժողովրդի եւ պետության այդ գումարները արվում են ինչ որ աշխատանքներ, ասֆալտապատում մեկ մյուս եւ ասում է տեսեք ժողովուրդ ջան, հանրապետականը ինչ լավ մտածում է ձեր մասին, այնինչ ժողովուրդը չգիտի, որ այդ հանրապետականը տանում է իր, այսինքն ժողովրդի գումարներով։ Խոսքը այս մեխանիզմի մասին է եւ ես չհասկացա հիմա, ի վերջո նախկինում ատկատների Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո մեխանիզմի մեջ ինչ է փոխվել, որ այն ժամանակ կար, հիմա չկա։ Ճանապարհային խորհուրդը ճանապարհի ընտրությունն է մենակ, բայց ատկատների մասով, մրցույթների մասով, մրցույթի ընտրության մասով որևէ բան չի փոխվել, այդտեղ մրցույթային հանձնաժողովներում ոչ ՀԿ-ները ներգրավված են, ընդդիմությունը ներգրավված է, ոչ իշխանական ներկայացուցիչները ներգրավված են։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, ես էլ եմ շնորհակալ, ասեմ ձեզ, որ շատ կարճ վերլուծություն ձեզ կպահանջվի, որպեսզի հասկանաք, այսինքն որպեսզի գործի ձեր ասած մեխանիզմը, պետք է լինի մեկ մրցույթ, մեկ մասնակից։ Եթե դուք շատ կարճ անալիզի ենթարկեք մեր մրցույթները, դուք կտեսնեք, որ մի քանի մասնակից է եւ ոչ թե գրեթե անհնար է երաշխավորել, որ ինչ որ մեկ X կազմակերպությունը այդ ընթացքում կհաղթի։ Հասկանում եք, խոսելով բնականաբար ես գտնում եմ, որ շատ կարևոր խնդիր եք բարձրացնում, որովհետև այս ոլորտում ոչ թե միայն ճանապարհաշինության, ընդհանրապես գնումների ոլորտում այդ ոլորտը համարվում է ամենառիսկայիններից մեկը։ Ինչ պետք է անել, որպեսզի նվազեցնել ռիսկերը եւ ձգտել դեպի 0 ռիսկերի, պետք է ապահովել մրցակցային դաշտ։
Մրցակցային դաշտի ապահովմամբ վստահեցնում եմ ձեզ, առանց որևէ միջամտության, բարձրաձայնման կամ խնդիրների, ձեր բարձրացրած խնդիրները իսպառ վերանում են ինքնուրույն։ Այսինքն, եթե դուք խոսում եք, որ ինչ-որ կոնկրետ մասնակից նախապես մրցույթում որոշված է, որ ինքը հաղթելու է, նման բան չի կարող լինել եւ հենց որ դուք տեսնեք օրինակի համար հրապարակային փաստաթուղթ արձանագրությունները, դուք կտեսնեք, որ մասնակցել է 5-6 կազմակերպություն եւ ընդհանրապես համադրելով այն գները, որոնք որ իրենք առաջարկել են, դուք կտեսնեք, որ ընտրության փուլում մրցակցային դաշտ է գործում։ Դա վկայում է նրա մասին, որ ընտրության փուլում ռիսկերը նվազել են։ Ինչ վերաբերում է հետագայում, որ ասում եք, այդ փողը վերադառնում է։ Ես իմ ելույթի մեջ շատ շեշտադրումներ արեցի, որ մենք խոսեցինք ես ներկայացրեցի, թե ինչ ցուցանիշներ ենք մենք արձանագրել ծրագրի կատարման ժամանակ։ Ես ուղղակի այդ ձեր հարցի երկրորդ մասը չկարողացա անցալեմ, թե որտեղ եք դուք այդ փուլում ռիսկ տեսնում։ Կարևորը, որ վարկային ծրագիրը մինչև վերջի լուման հասնի քաղաքացուն, հասնի դառնա ճանապարհի քառակուսի մետր եւ ծառայի մեր հանրությանը, թե որ համայնքում ուրեմն վերանորոգում կիրականացվի։ Եթե դուք գտնում եք, որ ռիսկեր կան որոշումների կայացման եւ մի փոքր խտրականություն կդրվի, որ այլ համայնքում վերանորոգվի, ոչ թե այս համայնքում, այդտեղ եմ ասում, որ թափանցիկ մեխանիզմ է գործում։ Ես կիսում եմ ձեր մտավախությունը այն իմաստով, որ գնումների դաշտը ռիսկային է։ Շեշտը դնում եմ նրա վրա, որ մենք բոլոր միջոցառումները անհրաժեշտ կիրառում ենք, որպեսզի մրցակցությունը ապահովվի այս դաշտում եւ մեր բոլոր մրցույթներին մասնակցում են 2-3 եւ ավելի կազմակերպություններ եւ դա հնարավորություն է ընձեռում, որպեսզի ձեր բարձրաձայնած խնդիրները իսպառ բացակայեն ոլորտից։ Եվ նույնը որակը կատարված աշխատանքների։ Այսինքն եւս հակակոռուպցիոն մենք խոսեցինք այսօր ես Տիկին Բիշարյանի հարցին պատասխանելով այդ հակակոռուպցիոն մի տարր ենք մտցրել համաշխարհային բանկի հետ միասին, որ այն ընկերությունը, որը կշահի վերանորոգման պատվերը, շարունակի սպասարկել այդ ճանապարհը եւ 1 տարվա երաշխիքով կերաշխավորի իր կատարված որակը։ Վստահեցնում եմ ձեզ, սա մի բալանսավորված մոտեցում է, որը որ նվազեցնում է ձեր ասած ռիսկը եւ ռիսկը ձգտում է դեպի զրոն, որովհետեւ եթե ինքը վատ որակ անի, այդ 1 տարվա ընթացքում ճանապարհը կքանդվի եւ ինքը իր միջոցներով պետք է վերանորոգի։ Այսինքն ստեղ էլ է միջոցառում կիրառված, որպիսի բացառվի ձեր ասած ուրեմն ռիսկերի դրսևորումները։ Շնորհակալություն։ Լյուդմիլա Սարգսյան